Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Արմանու Շնդարդ YouTube-յան ալիք, մենք այսօր զրուցելու ենք ռակետների մասին, մարդիկ կամ որ շատ վախենում են ռակետներ դնելուց կամ ամաչում, բայց ես ձեզ այսօր կապացուցեմ, որ դա այդպես չէ, մենք կզրուցենք առաջինը ինչպես են ռենտգեն անում, հետո ինչպես է տեղադրվում, ռեզիների գույները ինչ խորտ կտամ, ինչ խորտ չեմ տա, և իհարկե հիգիենան, հետո արդեն ուտելիքը, և տաքությունը, ու տենց տարբեր բաներ։ Նախ կսկսենք իմ առաջին այցելությունից բժշկարան։ Ես իմ բժշկի շատ սիրեցի։ Ես վստահում եմ իրան, ինչպես իմ ծնողները, մենք երբ նա ստուգեց իմ ատամնաշարը, ասեց, որ գնեմ ռենտգեն անեմ, որ ավելի պարզ երևա իմ ատամնաշարի ամբողջ տեսքը։ Մենք առաջինը իջանք ներքև ռենտգեն անելու սենյակ։ Ինձ սփակեցին մենակ սենյակում, ականջակալները դրեցին հատուկ ականջակալներ էր, որ դրանում էին ականջին ու հատուկ մի սարք էր, որ պետք է սենց նկարեր կողքի այսպիսի նկար։ Իսկ արդեն ինձ տարան այն մյուս մասը, որտեղ մենք պետք է դնենք մեր բերանը, այդպես ասած, մի էլի ականջակալան նմանատիպ տենց բանի վրա, դնում էին հատուկ բան, որ մեր բերանի մեջ ինֆեկցիա չանցնի և արդեն ինչ-որ մի սարք էր պտտվում, այսպես երկու կողմից պտտվում էր, որ դեմքը ամբողջովին երևա։ Դե դուք պետք է մնաք անշարժ, ես այսպես հոգնած կանգնած սպասում էի մինչև այդ ամբողջը կանցնի, հետո մենք նորից բարձրացանք վերև։ Իմ բերանը ֆոտո արեցին, որ հասկանան իմ բրակետների չափ։ Հաջորդ օրը մենք եկանք, որ բրակետներ տեղադրեն, բայց մինչև բրակետներ տեղադրելու համար մենք մտանք ուրիշ սենյակ, որ արդեն կավանմանատիպ բանի սարքում և 30 վայրկյան պետք է դու քթով շնչեիր, որտև դնում էին վերևին կամ ներքևի ատամների վրա և պետք է այդքան րոպես վայրկյան սպասեիր, որ դա չորանա։ Հետո քեզ ազատ էին թողում։ Արդեն մյուս օրը մենք եկանք բրակետների տեղադրման համար։ Արդեն այստեղից սկսեց իմ բրակետ անմանատիպ ցավերը։ Երբ դուք տեսնեք շպրից դոկտորի ձեռքում չվախենաք, նա ձեզ չի սրսկելու, հոսոսին չի լցնելու ամբողջ մաշկի մեջ, դրա մեջ սոսին ձեր լինելու, հատուկ քսելու է ատամների վրա, որ բրակետները կպցնեն։ Դրանից հետո դուք պետք է սպասեք ձեզ, որովհետև գույներ են առաջարկելու հատուկ ռեզիններ։ Ռեզինները մտցնում են արդեն բրակետների մեջ գեղեցկության համար։ Բոլոր գույներից կա, բայց ես ձեզ խորհուրդ չեմ տա դնել սպիտակը, կանաչը և վերջ, որովհետև սպիտակը, երբ ինչ-որ բան ուտում եք գունավոր կամ ինչ-որ մի գունավոր ըմպելիք եք խմում, հետքերը մնում են կամ գույները մնում են սպիտակ գույնի վրա, իսկ կանաչը նենց տպավորություն է, ոնց որ ձեր ատամի մեջ ինչ-որ կանաչի ա մտել կամ բրակետի։ Հետո ասեցին, որ մեզ պետք է գալու շատ լավ խնամենք մեր արդեն բրակետները և ատամները։ Դրա համար մեզ ասեցին վերցնենք ատամները, փափուկ ատամի խոսանակ, soft պետք է գրած լինի, որ իմանաք, որ դա շատ փափուկ է։ Եվ յոշիկ, հայերեն անուն չգիտեմ, այսպիսի յոշիկ է, տարբեր ձևերի կա, որ սենց է, դուք դրանով կարող եք բրակետի այս դուգի մեջ ինչ մտնում է հանել, իսկ փափուկը դա հատուկ բրակետների համար է, որ ոչ մի բան չպոկվի և ոչ մի բան ձեր բրակետների հետ չլինի։ Դա պետք է լինի շատ փափուկ, որ կպնեք արդեն փափկություն զգաք ձեր մատերի վրա և դրանից հետո դուք պետք է շատ լավ լնդերով բրակետ հետը և ատամները նույնպես լվանալ ձեր ատամները։ Դրանից հետո դուք պետք է հաց չուտեք,
ամեն հաց ուտելուց հետո պետք է դուք ատամները լվաք եւ մի քիչ անցնի մի քանի րոպե պետք է դրանից հետո ինչ ուզեք կարող եք ուտել։ Ես այս խորհուրդ չեմ տա ուտել շատ տաք կամ շատ սառը ըմպելիք կամ ուտելիք, որովհետեւ դա կարող է վնասել սոսինձը եւ բրակետը կարող է պոկվել։ Երկու տարբերակ կա պոկվելու, որը ես խորհուրդ չեմ տա։ Առաջինը տաուքն ու սառն։ Երկրորդը արդեն կրծելն։ Եթե կրծեք ատամներով կամ բրակետով, ձեր բրակետը կարող է մնալ արդեն խնձորի կամ ինչ-որ բանի մեջ, կամ սոսինձի մեջ ինչ-որ բան սխալվի եւ սոսինձը պոկվի, բրակետը դուրս գա։ Նույնպես հատուկ սարքեր են դնում ծնոտի խնձի համար։ Հիմա դա ներսից են դնում, որ ծնոտը ուղղվի։ Դա այդքան վախենալու բան չէ, էլի նույն ձև է։ Պետք է հետևեք ձեր առողջությանը, եթե ուզում եք առողջ ատամներ ունենալ։ Հաջորդ կասեմ, որ դուք չպետք է վախենաք կամ ամաչեք ինչ-որ բանի համար, որ ձեր վրա կծիծաղեն բրակետներով կամ ինչ-որ բանի համար կամ վախենաք։ Վախենալու ոչ մի կարիք չկա։ Ծիծաղեն բանի տեղ մի դրեք։ Պրոստը ձեր համար քայլ է։ Մտածի, որ դրանք ոչ թե ծիծաղում են, այլ ձեզ չեն նայում բաշի։ Դից կարելի է ասել։ Եվ ես ձեզ խորհուրդ կտամ իհարկե հետևել ձեր առողջությանը, եթե չեք ուզում հիվանդ ատամներ ունենալ։ Դե, ինչպես կներեք այս վիդեոն, դուք շատ լավ խորհուրդներ ունեք։ Ցտեսություն։